իմ տպավորությամբ եւ այն սոցիոլոգիան, որ այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի։ Ձեր շանսերը դուք ինչպես եք գնահատում։ Չեմ ուզում տոկոսների բանի, սենց ասեմ, բոլոր համենայնդեպս սոցիոլոգիայով մի քիչ վերեմ ներքև, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան։ Բավական, սենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ին, բավական փոքր, սենց մարժայով է ԿՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավել են, քան Մեկը դուք եք, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծող կուսակցությունը։ Կլինի երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը, օրինակ, ես չգիտեմ, դեռ միավորներ են ստեղծվել, այստեղ Աբիավկեն եղավ եւ չկողմնորոշված բավական մի մեծ զանգված կար, այդտեղից մի մասը կողմնորոշվեց։ Ենթադրում եմ, որ մի կտոր մեզանից գնաց եւ հանգիստ եմ նայում եւ միայն ողջունելի է, որովհետեւ կարևորը ընդհանուր, այսպես ասենք, թիվը լինի մեծ։ Այսօրվա վրա պատկերը սա է։ Հիմա եթե այս ձևով շարունակվի, նաև ես բերել եմ հետևյալ փաստարկները։ Բոլոր խոստումներով այս մարդը ձախողվել է։